Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 17-ի համար։ Ինչպես տեսնում եք, մոմիս երանգը փոխվել է եւ ունեմ մեկ խորհուրդ այն մարդկանց, ովքեր որ ծնվել են 1971 թվականին եւ մայիս ամսին, իհարկե, սա հենց անձամբ ինձ է վերաբերվում, դրա համար ես փոխել եմ այս մոմի երանգը։ Դուք ինքներդ էլ եթե ծնվել եք այդ ժամանակահատվածում, գոնե որոշ ժամանակ կարող եք մոմ վառել հենց այս երանգը։ Սա ձեզ եւ հաջողություն կբերի եւ նաեւ հանգստություն։ Եթե լարվածություն կա, եթե ձեր գործերը այնպես են, որ մշտապես լարված եք, սա ձեզ հանգստություն կբերի։ Եվ շատ այլ հարցեր, որովհետեւ դե չեմ կարող հստակ ասել մայիսի որ օրերն եք ծնվել, որ ես ասեմ ձեզ ինչ է սպասվում, բայց համենայն դեպս ուղղակի կարող եք որպես մայիսի ծնունդներ վառել նմանատիպ երանգ։ Ասա շատ բաց կանաչ է, շատ բաց։ Այսքանը տեղեկատվության համար, օրը երկուշաբթի է։ Եվ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Շատերի համար աշխատանքային օր է, շատերը անգամ կիրակի էլ հանգստյան օր չունեն, որը շատ վատ է, շատ, ես միշտ կասեմ, ասել եմ ու էլի կասեմ, միշտ կասեմ։ Ահա, գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 17-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը նամակ ունեք, փաստաթուղթ, ինչ-որ մեկից SMS կարող եք ստանալ, եթե բաներ եք պատվիրել, դա կգա ձեզ կհասնի, ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, բայց նաև պետք է ուշադրություն դարձնել ձեր առողջությանը, հնարավոր առողջության հետ է կապված այդ նամակը, այդ փաստաթուղթը, կարող է անալիզների պատասխանն եք ստանում։ Օրվա ընթացքում հեռախոսազանգ կստանաք կամ կարող եք զանգահարել եւ իմանալ, որ դեռ այդ հարցը լուծված չէ, դա կատարված չէ կամ կարող զանգահարել ձեզ եւ ասել, որ այդ գործը դեռ չի ավարտվել եւ դեռ ինչ-որ գործողություններ պետք է արվի։ Դա ձեզ համար տհաճ պահ է լինելու։ Եվ ոմանք կամ նվեր կստանան, կամ նվեր եք տալու, կամ նվեր կարող եք գնել ինչ-որ մեկին, հետո տալու համար, կապ չունի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 17-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը կամ հյուր կունենաք, կամ դուք եք գնալու հյուր, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, օցեր կան, բամբասանք, չոր վերաբերմունք, նաև երեխաների հետ կապված որևէ իրադարձություններ են ձեզ մոտ, ինչ-որ հղիություն, ծննդաբերություն, նաև ինչ-որ մեկի երեխայի հետ կապված կողաղարողություն է գնում եք, հրավիրում են ձեզ։ Եվ գործնական հանդիպում, գործնական շփում կունենաք այդ օրը, նայեք այստեղ նաև սա է բաց թողել, հրավերք որևիցե առիթ է, դա հենց կողը երեխաներին է վերաբերում եւ հենց այնտեղ են այդ օցերը, միգուցե։ Գործնական հանդիպում, գործնական խոսակցություն կունենաք ինչ-որ մեկի հետ եւ ինչ-որ գործեր կարող են մնալ, ինչ-որ գործեր չեք հասցնի ավարտեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 17-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ոչ է նամակ կստանաք լուր, փաթեթ, տեղեկատվություն, փաստաթուղթ, կարող ստորագրել, կարող գրել, հա ինչ-որ պահեր են նման։ Գումարի մասին կարող եք խոսել կամ ինչ-որ գումար կարող է մեջը նշված լինի այդ փաստաթղթի, օրինակ պետք է վճարեք ինչ-որ բան։ Նաև այդ օրը կարող եք ծախսեր անել կամ վճարել ինչ-որ մեկին։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ։ Այդ օրը որոշ գործեր կմնան եւ հույսով եք ինչ-որ մի բանը հաջողությամբ կընթանա կամ նաեւ հաջողություն է լինում եւ դա ձեզ համար նոր հույս է նոր բան անելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 17-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը
Այստեղ կամ ունեք թաքուն սիրային հարաբերություններ, թաքուն եռանկյուն հարաբերություններ, այդ պահերի վրա գումար եք ծախսում, օրինակ հոթել եւ այլն կամ ինչ-որ ռեստորան։ Նաեւ դա թաքուն գործողություններ է, որը անում եք, դրա համար վճարում եք իրեն։ Սա կարող է լինել նաեւ անակնկալ կամ ինչ-որ պահեր են։ Որոշ տհաճ պահեր կան նաև օրվա ընթացքում, գործնական հանդիպում ունեք, գործնական խոսակցություն, միգուցե դա է, այդ գումարը տալու պահն է, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, ոմանք նաև կհանդիպեն պետական աշխատողի հետ։ Կամ եթե բիզնես ունեք, ձեր բիզնեսը այդ օրը առաջ կտանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին նոյեմբերի 17-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ինչ-որ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք։ Նաև ոմանք շատ աշխատանք կունենան, ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք նաև կհանդիպեն պետական աշխատողի հետ, ձեր բիզնեսը առաջ կտանեք։ Նաև որ այդ օրը ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, ինչ-որ բան է ձեզ հիասթափեցնում։ Ունեք նաև պետական հիմնարկություն, ուսման կենտրոն, բժշկական կենտրոն կամ մեկ այլ, ինչ-որ պետական հիմնարկություն։ Նաև ձեր տնօրենի հետ խոսելը կամ գնալ ոչյան շարժգույքի գործակալ, դա եւս համարվում է որոշ չափով պետական հիմնարկություն, դա այս քարտերով։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք, միշտ ապեք ոչ մի հարցում։ Եվ կարող եք գնալ այնտեղ ինչ-որ երկար մնալ, դա կարող է ձեզ հիասթափեցնել, կարող է ուշանում են։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված եւ կտատանվեք, ծանրութ թեթև կանեք ինչ-որ մի հարցեր, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 17-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը նորություն կլսեք, ոմանք ունեն սիրային ժամադրություն, տատանվում եք, միգուցե ինչ հագնեք, ոմանք էլ ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, եւս էլ ինչ-որ չափով կտատանվեք, միգուցե իրենց հետ խոսելուց հետո այդպես։ Որովհետեւ հարցում հաղթանակած դուրս կգաք կամ ժամի հետ կապված, այն որ շտապում եք, վազում եւ հենց ճիշտ ժամանակին հասնում եք տեղ, դա եւս, հա, ոնց որ էլի հաղթանակը, այսինքն ճիշտ ժամանակին կարողացաք հասնել։ Միգուցե ինչ-որ ժամ էիք ուզում վերցնել, հանդիպում էիք ուզում վերցնել, կամ ժամեր էիք ուզում փոխել, հա, դա եւս էլի ասում է հաղթանակած դուրս կգաք։ Իրար հետ եկեք չկապենք ամենայն դեպս, ընդհանրապես մյուս քարտերն է ավելի նորմալ իրար հետ կապելը։ Այս քարտերը այդքան էլ չէ, բայց ես ուղղակի կապում եմ իրար։ Ոմանց մոտ նաեւ կարող այդպես անդրադառնալ։ Ամենայն դեպս ինչ որ հարցում հաղթանակած դուրս կգաք եւ ժամը ձեզ համար շատ կարեւոր է։ Երեխաների հետ կապված իրադարձություններ կան, հնարավոր է առիթ է, ծնունդ է, հղիություն, ծննդաբերություն կամ երեխաներն են ու ժամի տուն գալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին նոյեմբերի 17-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ոմանք ընդունվեն աշխատանքի, հարցազրույցի կգնաք, շատ աշխատանք կունենաք, ձեր բիզնեսը առաջ կտանաք, ձեր աշխատանքը առաջ կտանաք, նաեւ հանդիպում պետական աշխատողի հետ։ Այդ օրը նաեւ ձեզ գրավիր են որոցի առիթի կամ հենց այդ օրվա համար, կամ մեկ այլ օրվա համար, եւ հաջողություն ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, այստեղ նաեւ ինչ որ մի բան եք ձեր ձեռքից բաց թողնում, դա այս պարագայում նշանակում է, որ ինչ որ մի բանը արել եք, ավարտել եք, տալիս եք եւ դա ձեզ հաջողություն է բերում կամ շատ լավ է, որ դա ձեր ձեռքից բաց եք թողնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 17-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը սպասում եք ինչ-որ մեկին, որ գումար կամ տակ վճարեք, կամ գումարի մասին խոսեք, արժեքի մասին խոսեք։ Նաև ոչ է գաղտնիք կիմանաք ժամի հետ կապված, ժամանակի հետ կապված։ Գաղտնիքը նա է, որ դուք չգիտեիք, հա, նաև այս պարագայում ժամի հետ կապված կարող է փոխում են կամ ասում են կուշանանք կամ նման տիպ ինչ-որ մի բան, հա, որ դուրս է գալիս ջրի երես։ Կամ կարող եք իմանալ այս ժամին ես իմ ով է գրանցվել, որի հետ դուք ավելի մոտ եք եւ իմանալով ձեզ հենց առաջը գնացեք գրանցվել։ Նման ինչ-որ բաներ կարող են լինել։ Եվ նվեր կարող եք ստանալ կամ նվեր կարող եք տալ ինչ-որ մեկին։ Եթե այստեղ առիթ է, կարող է այդ ժամը իմանաք, թե երբեք ոնց որ այդ առիթը երբ է սկսելու, երբ եք հավաքվելու։ Եվ տատանվում եք ճանապարհ գնալու հետ կապված կամ գնաք չգնաք կամ ինչով գնաք, ինչով եք հետ գալու, տատանվում եք որ գան ինչ հյուրասիրեք, նման ինչ որ բաներ են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 17-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ-որ բան ձեզ ցավ է տալիս, չգիտեմ ինչն է։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, նաև թե ինչպես կվերաբերվեք այդ ցավին, եւ գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն, միգուցե դա է, չեմ կարող հստակ ասել։ Եվ հրավերք որևիցե առիթին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նոյեմբերի 17-ին։ Հարգելի աջակցություններ, այդ օրը ընդամենը հյուրին եք ճանապարհելու, ընդունելու, ուրիշ ոչինչ չկա։ Գուցե ամբողջ օրը իրանով եք զբաղվելու։ Նայեք ձեր ասցենդենտի եւ լուսնային նշանները նաև այդպես ինչ-որ բան էլ այնտեղից կարող է լինել, համենայն դեպս այստեղ չկա ոչինչ։ Չգիտեմ բաց եմ թողել թե ոչ, բայց համենայն դեպս չկա։
Ես որ չեմ տեսնում, չգիտեմ։ Այսքանը ցավոք դե մեկ բան է։ Դե հնարավոր է։ Շատ դեպքերում հյուրեր կան, որ հեռվից են գալիս եւ այլն եւ ուշադրության կենտրոնում միայն իրենք են լինում այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ում դուք եք գնում հյուր, այնտեղ երկար մնում, միգուցե գիշերնյա պետք է մնաք այնտեղ։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 17-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև ինչ-որ մի բան է ձեզ տխրեցնում կամ հիասթափեցնում, որոշ գործեր կանեք, կավարտեք, ձեզ կհրավիրեն ոչ առիթի, դա ձեր ցանկություններ կամ միգուցե ցանկություն ունեիք ինչ-որ մի առիթ լիներ, գնայիք ուրախանայիք եւ պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, հնարավոր է դատական գործեր են, բժշկական կամ նաև ուսման հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 17-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը գումար կամ կծախսեք կամ նաև գումարի մասին կխոսեք։ Ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան, միգուցե նաև վճարում եք օրինակ բժշկական ծառայության համար, որևիցե կոսմետիկ պրոցեդուրաների հետ կապված, նաև դեղատանը։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, ժամը ձեզ համար շատ կարևոր է, միգուցե ժամ պայմանավորվեք ինչ-որ մեկի հետ կամ արդեն պայմանավորվել եք եւ ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, նաև հաջողություն ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, նաև գումար եք ստանալու։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։